Ողջույն ժողովուրդ ջան, արգանքներս բոլորիդ, ես խնդրում եմ այս տեսանյութը դիտել և տարածել, սրանք կարող է որոշակի առանձին վերցած քայլեր են, որ քչերին գուցե հետաքրքիր լինեն կամ քչերը սրա մեջ լրջությունը տեսնեն, բայց հավատացեք տարածելու արդյունքում ովքեր էլ որ տեսնեն, միայն օգուտա վնաս չի, եթերը հետո անպայման տեղադրելու եմ YouTube-ում ու YouTube-ում էլ կխնդրեմ, որպեսզի տարածեք ու լինեք ակտիվ արգելներս, շատ հնարավոր է առաջիկայում, եթե ամեն բան այս տեմպերով գնա, ես իմ եթերները հիմնականում տեղափոխեմ YouTube, ժողովուրդ ջան, մի բանի պատճառով, հեսա այդ ամեն ինչը կմանրամասնեմ, թե ինչու։ Դրա համար կխնդրեմ, ովքեր YouTube-յան իմ կանալին գրանցված չեն, գրանցվեն, որովհետև կարող է այնպիսի իրավիճակ լինի, որ անգամ հայտարարություններ Facebook-յան էջում չկարողանամ անել, կամ եթե կարողանամ էլ անել, միևնույն է եթերներ չստացվի։ Ուրեմն, այսպես ասեմ, պետք չի, որ այս թեման սառի, հանկարծ չմտածեք, թե սա պետք է ասենց անցնի ու գնա, չի կարա անցնի ու գնա, հարցը դա չի, բայց որոշակի քայլեր պետք է նախաձեռնել։ Ես կարծում եմ, որ որքան էլ շատ քաղաքացիներ համարում են, որ պետք է արագ քայլերը գնան, բայց արագ չեն կարող, որովհետև հետագա քայլերի մասին խորել է պետք ու որոշակի նաև հարցադրումներ անել, որովհետև այստեղ խնդիրը միայն եկեղեցին չի, խնդիրը մի ամբողջ համակարգ է, որի անունն է Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Գարեգին Բ. Այս այդ նույն կծիկն է, որ առանձին վերցած մի ուղղությամբ ինչ որ գործողություն անելը, չգիտեմ, այնքան էլ կարծում եմ մասնավորություն, բայց կքննարկենք։ Հիմա ես ուզում եմ այսօր այս եթերս երկու բանի համար եմ անում, հիմնականում, որից մեկը հետեւյալն է։ Այսօր շատերը արդեն ինչ-որ sense գեներացրել են մի, կներեք, մի քիչ ինձ է վերաբերվելու, երկրորդ հատվածն է վերաբերվելու բոլորիս։ Ուրեմն չեմ ուզում բնավ ինձ ինչ-որ մեկից առավել դասել բացարձակ, բայց քանի որ հանրային հասարակական դեմքից բնականաբար ավելի շատ այդ ամեն ինչի շուրջ է գնում թեման, ուրեմն sense է ստացվում։ Այսօր երկիր AM-ը, դաշնակների կայքը, ովքեր որ մի բան էին հրապարակել, տակը մեկնաբանություն եմ գրում, մտնում եմ մի հատ անձ ախալքալակից, իմիջիալոց իմ ախալքալակցի բոլոր ընկերներին, հարազատներին, ջերմ ողջույններս, դե հիմի փաստորեն ձեր մոտ էլ շունկ է, տղիք ջան, ընտիրություն արեք դրան, ցավոք ինձ բլոկից ու թռավ, չնայած սկրինշոթեր ունեմ, անուն ազգանունը իմիս հրապարակային չասեմ, չնայած երևի թե մի օր դնեմ ու բոլոր նրանց, ովքեր պիղծ բերաները բացում են, հատ նկարներով հրապարակեմ, որպեսզի ասես մատ իրանք էլ սաստվեն, հասկանան, որ իրանք էլ հարազատ բարեկամներ ունեն ու իրենց անունը նկարով ասես տարածելը իրենց համար շատ վատ կարա անդրադառնա, լեզուները մի քիչ չափավոր են, էլի։ Ուրեմն, տեսեք, որոշակի մանրամասներ ասեմ, Կիրակի օրը, երբ որ Մարմաշենից եկանք, երեկոյան եթեր արեցի։ Ես չի ուզում սա մանրամասների, նմանատիպ դեպքեր այս վերջին տարիներին շատ են եղել, ու ես իմ մասով իմ հարցերը լուծել անցել եմ գնացել եմ կամ իմ ընկերների հետ, ու դա չեմ հրապարակայնացրել, հա, քչերը գիտեն, թե այս ինչերի միջով եմ անցել այս ընթացքում, բայց մի հատ sense դեպք եղավ, քանի որ այդ ախալքալակցի սրիկան որոշել էր ախալքալակցի գրած չեմ էլ ես իմ ով է դա որոշել էր մի հատ մտներ այդ թեմայի մեջ ու հարց տալ, ես հասկացա, որ այդ իմաստով որոշ հարցադրումներ կարող է լինել, ուրեմն ես հրապարակային այդ հարցին պատասխանեմ, որ որևիցե մեկը եթե անդրադառնա այդ բազարին, անպայման ինքը պիտի պատասխան տա ու այս եթերը դնելու եմ դրա տակ։ Տեսեք ժողովուրդ ջան։ Ուրեմն, երբ որ վերադառնում ենք Մարմաշենից, երեկոյան դարձյալ եթեր եմ անում, տեսել եք շատերը, շատ հանգիստ ավելի, շատ ինֆորմացիոն բնույթի, հենց եթերը անջատում եմ, ինձ զանգ է գալիս Գյումրիից։ Ինձ զանգ է գալիս Գյումրիից, մեկը վերցնում ներկայանում է, անուն ազգանունը առայժմ չասեմ, չնայած ոնց հասկանում եմ, մոտավորապես հասկացել եմ ով է այդ լակոտը։ Ուրեմն զանգ է գալիս Գյումրիից, թե բա ներկայանում է ու ասում է ՀՀ քաղաքացի եմ, գյումրեցի եմ, այդ եթերների մասով սպրոս ունեմ անելու, դու ընտրի լավով թե վատով, ասես մոտ ապուշ արտահայտություն է անում, ես էլ մինչև ուզում եմ ասեմ, տղա ջան, սպրոսանողը գալիս անում է, նախ դու ով ես, որ սպրոսան ես, էլի չեմ հարցնում, անողը անում է, դու լավով կգնա, լավով է, վատով կգնա, վատով է, դու ապուշ ես, ինչ ես ասում։ Մի խոսքով ես միտն եմ ուզում արտաբերեմ, թե բա դու ոնց որ չհասկացար, ասում եմ, մեր քոբայ չհասկացող, ինձ ով որ համարում է անհասկացող, ասում է, հա ես այտենց եմ համարում, ասում է ուրեմն այտենց։ Ու
ասի դե ուրեմն վատով կգաս, պայմանավորվում ենք միտեղ, հա, դե տղա ես մտածում ես ընկերություն ես կողմ են կողմ, սա հավաքը ակուրատնի է, բան, այմի, էտա, շարը եկել կպել է, հա, զուգահեռաբար էլ փորձում հասկանամ ես ով է, ու մեկ էլ ստան հայտ են հրապարակումը, որ ես կիսեցի, են որ մաման քրեական գործողացումով, բայց ինքը որոշել է իմ դեմ գործառույցի, Էդի եմ կիսում, դրանից հետո Ախուրյանի քաղաքմասից եմ զանգ ստանում, ուրեմն սենց ասեմ բոլոր նրանց ովքեր հետաքրքրված կլինեն այդ թեմայով, նայեք, երբ որ գալիս պրոսանելու չգիտեմ սրել կային խփում, բայց չեն կարող կառավարել իրավիճակը, ու այդ թեմայով քաղաքմաս գնացող այլում կամ ՀԿՑ, ուրեմն այդ բազարին գալու կարիք էլ չկա, որովհետև շարի հետ ես ուրեմն գալիս հանդիպելու, ու բնականաբար ես հենց այդ կտրվածքով էլ հետում եմ, ու այն անձինք, ովքեր որ այդ թեմայով հարց կունենան, ուրեմն իրանք պիտի իմ դեմը պատասխանել ունենան։ Չեն կարենա սաղ կյանքները ֆուֆլու ֆրֆռալու են, որտեղ ծառերի տակ, բան, չգիտեմ որտեղ արենք, հասկացաք։ Այդ թեմայով որևիցե մեկը հարց չունենա։ Սա մեկ, երկրորդ։ Ես արդեն ստեղ սա հասել, այս 5 տարի բոլորի աչքի առաջ ասում եմ մարդիկ են լինում ինչ-որ բաներ, մարդիկ որն է, ստահակի վաստակներ, բաներ են գրում ու թռնում են բլոկում են, չգիտես ինչեր են անում, ինչ որ չեն անում, ուրեմն բոլորիդ եմ ասում, արա։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, դուք ուզեք թե չուզեք, ձեր խուլիգանական բարքերը, ձեր տները։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, ես ինքս Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ ու վերջ։ Եթե դուք ձեզ համարում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ առաջ եթերներից, խոսույթից որևիցե մի բանը ձեզնից yaman գիտի չի դզի, դա բառներ։ Կետակ ու Հայաստանի Հանրապետությունում ընդունված կարգով ձեր բողոքարկումները կիրականացնեք։ Եղավ, էլ այդ խուլիգան լակոտներին կյանքում փորձելու եմ չանդրադառնալ, որովհետև նայում եմ տաղությունները պլենդուզից ցածր է, մինչև այսօր 5 տարի է գալիս տենալու տեղ չեն հասնում, կամ էլ ով էլ ուզում է գա տեղ հասնի, ձեռի հետ մտնավսյակի քաղաքմասա զանգացնում։ Ուրեմն սենց է։ Ես ամեն կյանքով էլ ապրել եմ, ամեն փողոցի կյանքով էլ ենք, փողոցներ ենք տեսել ինչա, ցեցուտերներ ենք տեսել ինչա, ցեցելներ ենք տեսել ինչա, գնացեք դուք ձեր գլխի դարդը լացեք։ Ու ձեզ բաներ պատմողներին գնացեք ասեք, որ ապա ջանը տես չի, կամ եթե կասկածողներ կան, այդ սրանց հետո չեմ ասում։ Չեմ էլ ասելու երբեք, կգա, կհանդիպենք, բան խոսանք, լետենանք, բան, էլ չկա տես բան, որտեղ մինչև այսօր մեկը չեք եղել, սարատը խուֆլու եք։ Կետակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք ձեզ համարում, ես հանրային մարդ եմ, կգնաք ու օրինական կարգով կփորձեք ձեր հարցերը ինձ հետ պարզել։ Եղավ սրանց հետո որևիցե մեկ ես հասարակ բան եմ ասում, շատ տարական, քանի որ սաղդ էլ շառ եք, սրանց հետո որևիցե մի հատ բանը, սպառնալիքը, չգիտեմ ինչը, ես մեկը, քանի որ դուք այդպես վատ եք ձեզ պահել, 1000 կներեք Ջորջան, բոզաբար եք ձեզ պահել, սրանից հետո այդ ամեն ինչը ես ինքս օրինական կարգով եմ լուծում։ Ձեզ լիքը հնարավորություններ եմ տվել 5 տարի շարունակ։ Չեք ձգե, պրոբլեմ չունեք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք ներկայանում, մեկ էլ ասում եք գանգստերներ կախփենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետության բոլոր ինստիտուտները հարգում է։ Արդյունավետությունները ես իմ մասով ասում եմ լավն ու վատը։ Տղայք դուք էլ եք ասեք կռիվ տվեք ձեր պետության համար, ոչ թե կանգնեք շարժուռ արեք։ Սա էսպես։ Երկրորդ, իմ կարծիքով ըմբռնելի եմ նկարագրում, ես չի ուզենա այս քայլին գնալ, բայց հարկադու էլ ինչ անեմ։ Ինչ անեմ, հարկադուված է։ Անձնական սպառնալիքներ, բաներ, մեկը առհասարակ, մեկ լակոտ կար, գրել է բանը, ինչ-որ, ինչ էր գրել, այն լուրջ երդվում ես մեկ արտահայտություն էր արել, մի էր բանը, հիշում եմ այդ արտահայտությունը, քրտինքը տարեցավ ես, ասում է, այն անմեղ աղջկան ինչի հետ օրը կացեցիր, սա շառը, ու ես այդ գրողին ասեմ հետևյալը, ես մեկը վաղը գնալու եմ դիմեմ այդ մասով, ու որևիցե մեկը չփորձի, որևիցե մեկը ինչ չդնի ես իմ ինչ տեղ, սան այն շառը, որի համար պետք է պատասխան տվողով պատասխան տա։ Երկրորդ, ժողովուրդ ջան, զգացիք երևի իմ ընկերներից մի քանիսը այս ընթացքում ոնց որ մի կես ժամը, 1-2 ժամը, մեկ կամ գիշերն ու առավոտը մեկը գրում են, որ գնելին էլի բլոկում են։ Ասեմ ձեզ, ուրեմն իսկապես այս 2 օրվա մեջ երևի մի 6-7 անգամ փորձել եմ բլոկել, բանն ինչումն է, ոնց են դա անում։ Ասեմ, որ դուք էլ զգուշ լինեք եւ ուշադիր, ժողովուրդ ջան, ովքեր որ առավել ակտիվ են, ես խնդրում եմ, որ ուշադիր եք, սա իմ փորձից ասեմ, իմ գլխին է հիմա գալիս այս ընթացքում։ Այո, մի քանի անգամ փորձեցին բլոկել ու մի քանի անգամ նորից հետ բացեցինք, բայց որտեղ է հարցը, նայում եմ ինչի համար եմ բլոկում, ու մտածում եմ, հասել աստեղ։ Ուրեմն սրանք իրանց մոտ, ասենք օրինակ, եթե մեկնի մոտ ինչ-որ մի գրառման տակ դուք մեկնաբանություն եք թողնում բացասական մտքերով, սրանք դա այդ բանին ոչինչ չեն անում։ Բացարձակ իրանց համար
մի հատ սենյակում մի 50 հատ հեռախոսի դեմը նստած են։ Դա աշխատանքն է իրանց, դրա համար կարող ամսական փողել են ստանում։ Ընդհանրապես ֆիքսում են այդ բաները, խոսույթները։ Հետո ժամանակ անց, երբ որ շատ կարևոր մի իրավիճակ պիտի լինի, որոշակի մարտավարություն պիտի իրականացվի, իրանք հանում են այդ իրանց արխիվը ու տեսեք, ասենք հիմա իմ գրառումը իրանք դժվար կբլոկեն, որովհետև միանգամից դեմից լայքերը շատ է գնում ու բլոկելը բարդ է։ Ու քանի որ բարդ է, ինչ են անում, ես այդ օրինակի վրա եմ վերում։ Մի հատ հրապարակման տակ իրանց կողմից արած հրապարակման տակ, ես իմ որ թվի մի հատ մեկնաբանություն, որ կարող է այդ մեկնաբանությունը երկու հոգի տեսել կամ չի տեսել, իրանք դրանք են ֆիքսած պահում ու ուտեղ են բողոքարկում անում, որ շատ ավելի հեշտ բլոկեն։ Հասկանում եք, այս 2 օրվա մեջ, 3 օրվա մեջ անես բաների համար են փորձել բլոկել, որ դա, չգիտեմ, մի 3 տարի առաջվա ինչ որ մեկի մոտ գրած մեկնաբանություն է։ Այս ամեն ինչը իրանք հավաքում են իրանց մոտ։ Ու սենց կարևոր ժամանակները, երբ որ հասկանում են, որ կարող է հեսա կոչեր հնչեն, հեսա կարող է որոշակի մարտավարություն ու քայլեր լինեն, կարող է հեսա հանրային կոնսոլիդացիա լինի որոշակի իրավիճակների շուրջ, իրանք դրանով փորձում են քեզ թույլատնեն համացանցում, հրապարակային խոսքը ջարդեն, որպեսզի ստացվի։ Դրա համար, հա, հիմնականում այդ պարագայում, երբ որ բողոքում են, բլոկը գնում է 1-2 օր, 3 օր մինչև։ Դա ոչինչ, կարելի է տանել, բայց եթերները ու ակտիվությունը ալգորիթմի ջարդում թույլատնում է Ժողովուրդ ջան։ Մենակ դա է պատճառը, որ ես խնդրում եմ կիսել եւ տարածել, որպեսզի ալգորիթմը վերականգնվի։ Ու եթե կնկատեք, որ գրառումները անում եմ, բայց եթեր չեմ անում, ուրեմն YouTube-ում եմ եթերը անում, ուրեմն բլոկված է։ Առայժմ կարողանում եմ պահել, չգիտեմ, հետո ինչ կստացվի, ոնց կստացվի։ Հիմա վերադառնալով այս ամեն ինչին մենք կարծում ենք, որ այս շաբաթը պետք է ամբողջովին տակ պահել իրավիճակը եւ ժամանակ տալ դրանով եկեղեցուն, սպասավորներին, չգիտեմ, այնտեղ սրբազան մրբազաններին, ժամանակ տալ նաեւ հասկանալու համար քաղաքական որ ուժերն են ուղիղ հրապարակումներ անում, բոլորին հավաքագրել ու եթե այս շաբաթվա մեջ որևիցե ուղիղ հայտարարություն չհնչի, դա չի հնչի, ապա մյուս շաբաթվանից սկսել որոշակի գործողություններ անել։ Բայց այս այդ գործողությունները, եթե անկեղծ լինեմ, չեմ կարծում, թե անհրաժեշտ է ինչ-որ անպայման էջմիածնում, ինչ-որ եկեղեցու դեմ անվար, ոչ, բացարձակ։ Այդ գործողությունները պետք է սկսել հենց Երևանից ու պետական այն ինստիտուտներից, որտեղ որ մեր անվտանգությունը պիտի վերահսկեն իրավական մեխանիզմներով, որովհետև արվել են արդեն հայտարարություններ, որոնք այո ազգային անվտանգության խնդիր են առաջացնում։ Նախ դրա առավել ևս, որ կոնսենսուս մինուս 1 իրավիճակը այդ ընդամենը 20-21-22 թվականների մասին չէ, դա մինչև հիմի գործում է եւ ուղիղ կապի մեջ են 4-ն էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Գարեգին Բես։ Ուրեմն ու նրանք տարբեր ծուղություններով գնում են։ Ես ասեմ, որ միակ խնդիրը ժամանակն է, այն իմաստով, որ այդ ժամանակի մեջ իրենց հավատացյալ հոտին կարող են տրամադրել ամենատարբեր ձևերով, կունենան ժամանակ համոզելու, թե ինչքան իրանք ճիշտ են եւ ինչքան մենք չարիքի, չգիտեմ ինչեր ենք։ Այնուամենայնիվ պետք է մենք էլ ինչ-որ բան ձեռնարկելուց ուշադիր լինենք։ Հաջորդ շաբաթվա մեջ, շաբթի օրերին շատ հնարավոր է կոնկրետ Հայաստանի Հանրապետության դատախազության շենքի դիմաց կամ ազգային ժողովի դիմաց կոնկրետ դաշնակցական կուսակցությանը հարցադրում անենք։ Այդ հարցադրումը կարող լինի շատ ուղիղ հարցադրում ու շատերին ըմբռնելի չլինի, թե ինչ կապ ունի մյուս հարցերի հետ, բայց հավատացած եղեք ամբողջովին դրա մասին է։ Ուրեմն, տեսեք ինչ է ստացվում։ Մենք ժողովրդով պիտի անենք դա, մենք մեր գաղափարակիցներով պիտի անենք, նրանց մի մասը դուրս կգա, մի մասը չէ, չգիտեմ, ամեն դեպքում ես դուրս եմ գալու, ես իմ գործը անելու եմ, ովքեր կմիանան, ովքեր էլ կարողանան այլ կերպով բաժշ կանեն, ուրեմն հարց չկա, խնդիրը սենց է դրվում։ Այսօր ազգային ժողովում դաշնակցական ներկայացուցիչները ոնց որ թե համաձայն են, ոնց որ թե իրենց համար նորմալ է, կարծես իրանք չեն բանել, որ հոկտեմբերի 27-ը, ասենք դες չասում են ոնց որ կար։ Ուրեմն մենք ազգային ժողովի մոտ ճիշտ է մի անգամ հավաքել ու կոնկրետ հարցադրում ենք արել, հարցադրումը եղել է պետականության մասին, որին չեն պատասխանել։
Ուրեմն մենք էլ պարտիզանական կռվի մեջ կմտնենք ժողովրդով, մինչև որ լինի կամ համահայկական համընդհանուր կոնսոլիդացիա կամ չլինի, չգիտեմ, բայց այն ասեղների ցակցկոցը բոլորը իրար ջանի վրա զգալու են ու շատ ցավոտ են զգալու, որովհետև դաշնակցությունը ուղիղ հարցի պիտի պատասխանի։ Հոկտեմբերի 27-ը ինչպես է գնահատում։ Ուղիղ հարցը դա է, ամենաուղիղ հարցը, որովհետև հոկտեմբերի 27-ը 99 թվականի ես կարծում եմ այս բոլոր չարիքների ամենաթեժ կետը այդ օրն է, ու դրանից հետո է որ ամեն ինչ գնացել է այլ ունով, որը հիմա զբաղված ենք վերականգնելով փոխանակ մեր կյանքը ապրելու, հա։ Եվ հոկտեմբերի 27-ի մասին մենք պիտի հասնենք նրան, որ պարտավորություն ունենան ինչ որ մի հատ տառ բառ նախադասություն ասեն, ու իրանք պիտի ասեն։ Իսկ դատախազության մոտ մենք այլ ակցիա կիրականացնենք, դաշնակցական կուսակցության ղեկավարի հայտարարությունը, որ հոկտեմբերի 27-ը դա եղել է Պորտկում եւ հոկտեմբերի 27-2-ը սրբության սրբոցը։ Այս երկու թեմաներով պիտի գաստանք։ Տեսեք, Գարեգին Բեսին խնդրում եմ առանձին մի դիտարկեք։ Գարեգին Բեսը նույն համակարգի ներկայացուցիչ է դաշնակցական կառույցը։ Եվ դաշնակցական կառույց ասելով եւ ես ոչ թե Հայաստանի Հանրապետությունում գործող կուսակցության մասին եմ ասում, այլ առհասարակ ամբողջ աշխարհում Սփյուռքում ներկա գտնվող Սփյուռքում Ռուսաստանի շպիոններն են կոնկրետ թղթով Թամասիով ժողովուրդ ջան։ Եվ այդ ամեն ինչի մասին բնականաբար մեծ երկրները շատ էլ լավ տեղյակ են ու այդ ամեն ինչը մեր խայտարակությունն է։ Իրանք աշխատում են ինֆորմատորներ, իրանք աշխատում են որպես ինֆորմատորներ ռուսական կայսրության համար հայկականության անունից։ Մի խոսքով այս ամբողջը մի կաթսայում է եփվում, բայց մենք կսկսենք ասած տարբեր ուղղություններով մեր գործ անել, որ ոչ մեկը առանձին վերցած իր թիկունքին պատժկա չզգա։ Ես մեկը ոչ եմ անում դաշնակ այն մեր հայրենակիցներին, ովքեր դե տենց պապական իրանք դաշնակներ են, ավանդական բաները պայելով, մենք ձեր դեմ ոչ մի բան չունենք, մենք ձեր չենք էլ փորձում կապել Իշխան Սաղաթելյանա, չգիտեմ, Գեղամ Մանուկյանը խառը, Արծվիկ Մինասյանը խառը այս ամեն ինչի մեջ, եթե իհարկե դուք ձեզ չեք կապում։ Ես մեկը դրա կարիքը չունեմ։ Ու այստեղ ոչ թե նրանց գաղափարախոսությունն է հարցը, այլ հենց գործունեությունը, այնպես որ ձեզանից շատերին, որպես դաշնակներ, ովքեր որ պապական ավանդույթներ են կրում ու հայոց պետականության կողքին են կանգնած, սպասում ենք մեզ հետ նույն գործողությունները իրականացնելուն, որովհետև մենք ունենք մի հատ Հայաստանի Հանրապետություն, որտեղ որ աշնակ լինենք, դաշնակ լինենք, ինչ լինենք, մեր գերագույն խնդիրն ու նպատակը պիտի լինի մեր պետությանը ծառայելը, մեր պետության քաղաքացին լինելը, որպեսզի լինենք, կարողանանք լինենք մեր պետության քաղաքացին, ապա անհրաժեշտություն կա նախ պետությունը ամրացնելու, հասկանում եք, նախ մենտալիտետ փոխելու, լեզվամտածողություն փոխելու, ու ամենատարբեր բաներ, փոխելու դեպի լավը, կարևորը ու դրականը, այսքան բան։ Իսկ ովքեր որ կուսակցական են, ապա կխնդրեմ օբյեկտիվ մի հատ նայել, ինչ է նշանակում այսօրվա դրությամբ դաշնակցության գործունեությունը, առավել ևս, որ նրանք ամբողջովին կարծում են, որ իրենց համար եկեղեցի է ճիժուպիժ ունեցող կաթոլիկոսը, իրենց համար եկեղեցի է եւ իրենք սատարում են քերակնկանը դոմբող բանին, կուսակալոնին, իրենք սատարում են իրան տերուտ, եկեղեցու տերուտ իրական համարող որևիցե մեկին եւ այլն եւ այսպես շարունակ։ Մենք մեկը ես խնդիր չունեմ եկեղեցու հետ, իմ խնդիրը եկեղեցին ազատագրելն է այս չարքերից ու կարծում եմ այս ամեն ինչի մեջ կա հանրային կոնսոլիդացիա անկախ թվից քանակից։ Իհարկե շատ ավելի լավ կլինի, որ բան շատ բազմամարդ լինի այդ ակցիաները, բայց եթե անգամ այդպես չլինի, ապա մենք մեր գնահատականը կտանք, միևնույն է ես հիմա անելով գնալու եմ։ Կողքս մի օկե լինի, մենակ է լինեմ ես դա անելու եմ։ Անելու եմ ես իմ համար, իմ խղճի առաջ մաքուր մնալու համար, որովհետև դա ես չեմ համարում համահայկականության ամեն մեկի անունից խնդիր, ես իմ մասով եմ համարում խնդիր։ Ով ու մասով կհամարի դա խնդիր, խնդրեմ, ապա այն թեման են ինքը դու մոտ է։ Այսքան բան։ Մի խոսքով իհարկե եթերներ կլինեն մինչև շաբաթ կիրակի, տարբեր թեմաներով կխոսենք, թեմաները ակտիվ կպայենք, իսկ երկու շաբթի օրը կհնչի ուղիղ հայտարարություն եւ կոնկրետ իմ գործունեության մասին տեղյակ կլինեք։ Նրանք էլ ովքեր որ ասում են, որ պետք է հավաքվենք այս կողմ այն կողմ, ովքեր իմ ընկերներից շատերը ասում են համահայկական միացած մեծ հանրակրվեա պետք անել, ցավները տանեմ։ Չես կարող դու, որը ձեզանից որևիցե մեկը, ոչ թե ձեզանից առասարակ որևիցե մեկը չի կարող որոշել, որ պիտի համահայկական մեծ հավաք լինել։ Ոչ, այդպես չի որոշում։
Դուրս են գալիս իրաց ակցիան անում են։ Դա եթե խմորվում դառնում է համայնքական, դառնում է, չի դառնում, հասկանում եք։ Ամենատարբեր պատճառներ են լինում այդ ամեն ինչի համար։ Ուստի այդ տակ մտածելն էլ խնդրում եմ շատ լավ է, որ մարդիկ շատ ակտիվ են այս թեմայով արձագանքների մեջ, դա հիանալի է, բայց ամեն դեպքում պետք է շատ բաներ էլ հաշվի առնել, հավատացած եղեք, այնքան բան եք տեսել, որ արդեն մի խոսքով էլի չարժի շատ բան է։ Հիմա երկուշաբթի օրը այս իմաստով կտամ ես մեկը իմ մասով հայտարարությունը կտամ ու դուրս կգամ իմ ակցիաները անելու։ Կցանկանաք միանալու այդ գաղափարի շրջանակներում, ես մենակ երջանիկ կլինեմ։ Ես սկսելու եմ նախ դատախազությունից հանրային պահանջ եմ ձևավորելու, որպեսզի պատասխանեն, տեսել են արդյոք դաշնակցության ղեկավարի կուսակցության, քաղաքական կուսակցության ղեկավարի բանը հայտարարությունը հոկտեմբերի 27-ի հետ կապված եւ ինչ են նախաձեռնում, սա մեկ։ Երկրորդ, դաշնակցությունը պիտի հարցի պատասխանի, նա սատարում է կոնկրետ եկեղեցու մասին չի խոսքը, կոնկրետ Գարեգին, Բեսին ու քերականաչու Դոմփողին սատարում է թե ոչ, թե չէ մանիպուլատիվ հայտարարությունից այսպես հոգնել ենք ու մենք բառասարակ տրամադրված ենք ազգային ժողովում հերթական կեղտոտ խոսույթները լսել ու դրանց ճարպումները լսել։ Այո, հանրային պահանջ, ակցիա այդ իմաստով, ոչ թե բողոքի ակցիա, այլ հանրային պահանջ այդ մասով ակցիա։ Ես դրա մասին երեք եմ ասել Նանաջան, շնորհակալություն բառացի այստեղ գրելու համար, մեր ընկերներն էլ հետագայում կկարդան ու կհասկանան խոսքի ինչի մասին է։ Այո, պահանջը ձևավորված է, հստակեցումները մինչև երկուշաբթի այսպես եթերների միջոցով միասին միամուռ ձևերով կտան ու կհասկանանք ինչ ենք անում։ Ընդ որում, ես այսպեսի մի բան էլ ասեմ, շատերը փորձում են այն տանել, տեղավորել վարչապետի գրառման տակ, այսինքն այ վարչապետը sense բան գրեց, դրա համար սրանք տակածել են, ուրեմն այս մուտի լովշիկներին էլ ասեմ հետևյալը, գնելը միջև վարչապետի գրառում անելը մի քանի տարի անընդհատ ըստ թեմաներին անդրադարձել է ու ինչ որ մի օր պիտի այդ բաժակը լցվեր։ Ու վարչապետի գրառումները եղել է քերականանը Դոմփող Սրբազանի հետ մասին, իսկ գնելի գործունեությունը եղել է Տեր Փամփյոնի գրառման մասին, որի համար մինչև հիմա ներողություն չի գրել։ Այսինքն ջնջելը հասկացել է, որ էշությունա դուրս տրել, բայց ներողությունը չի գրել։ Ներողությունը պարտավոր է գրի։ Ու ես խոստանում եմ, երբ որ ներողությունը կգրի, ես այդ ներողությունը կդնեմ իմ մեջում ու կասեմ, շատ օրինակելի քահանա, խնդրեմ, տեսեք, սխալ է, հասկացա ներողություն ասած։ Ես երդվում եմ այս բանը կազմեմ, պրոստը եթե դուք նկատեք, պիտի ինձ ուղարկեք, որովհետև ինքը ինձ բլոկել է։ Առհասարակ շատերն են այս վերջերս ինձ բլոկել, ինչ որ խոսում թռնում են, փախնում են, ես ինչ չեն անում, խառն են։ Այս մարդիկ խառն են, իրանց մոտ քոչա այն ալբանացու ու Սերժի Գրասենյակում կոնկրետ համար 1 է կանգնած։ Կոնկրետ համար 1 ու այդ համար 1-ը կանգնած է, որովհետև հանրային արձագանքը զորեղ է, հանրային արձագանքը ցավները տանեն բոլորիդ գրառումները հատած նրանք արդեն նայել ուսումնասիրել են։ Ну, միտքը, ընդհանուր հանրային միտքը որտեղ է տանում։ Ու գիտեք ամենաուժեղավորն է, ես անպայման սրա մասին ուզում եմ խոսել։ Ինչի համար եմ սիրում էվր թազասս մտ էներգիա եմ հավաքել 20-21-22 տվել եկել աշխուժ դեմը, ես դեր կյանքին մեռնեմ։ Նայեք, ուրեմն իրանց այն Սաթիկ Նյուզը դու եկեք Սաթիկ ասվածը հասկանում եք, բանը ազգային պառակտման բյուրոն, ԱՊԲ, տես է դառնում, ազգային պառակտման բյուրոն, Սաթիկ Նյուզը, Սաթիկի փաչեկից հոտ քաշողներով, այն որ չգիտեմ, բանից սկսած 5-րդ տալիք, ես իմ մյուզեյեմ, բան, զանգակ, մանգակ, ազատություն, մազատություն, այս սաղ ֆլան ֆստաններով տեղավ դրել էին նյութը ու գրել էին իբր այ գնելն է սադրել։ Ու տակը ձեզանից յուրաքանչյուրը, ովքեր որ եթերը ամբողջովին տեսել են, իրանք ակնկալում են, որ իրանք ուլերը պիտի մտնեն, ասեն, «Վայ, ես ինչ վատ բան է, ուրեմն թաղեմ սրանց ազիզը եւ այլն»։ Բայց քանի որ բոլորը ակտիվ եք եղել բոլոր տեսակ կայքերում, ընդ որում նաեւ TikTok-ում, ես տեսնում եմ TikTok-ում մարկած ովքեր որ հետևել են այդ էջին, այլ ռեակցիա են տվել։ Այդ հատվածը տեղադրելուց հետո այլ ռեակցիա են տալիս։ Ես կյանքում այդ ճիշտ է, հենց այդպես է լինում։ Այ հենց այդպես է լինում։ Դա պետության մասին է, ոչ մեկի մասին չի։ Ուրեմն ձեր գրառումները նույնպես ազդել են իրանց վրա։ Իրանք գնացել են գնում նայում են, չէ՞, ով ինչ է գրում։ Ինչ ռեակցիա կա։ Ու մեկ էլ տեսնում են, որ իրանց հիմնական հետևորդների մի մասը եւ առհասարակ այլ քաղաքացիներ նույնպես մտնում ու ասում են՝ դուք խափում եք։ Դուք խափում եք։ Այս սա երբ որ կա, իրանք արդեն ստեղ խառնվել են իրար։ Ստացվում է, որ իրանց աճացած խիարը թարս է բուսնում, դեպի իրանց հետույքն է բուսնում, որովհետև իրենք դա տեղադրում են, այդ ամեն ինչը արել են, այլ ռեակցիայի համար, փրկելու համար
իրանց այդ բաշի բոզուկների դեմքը, բայց հակառակ ռեակցիա է տվել։ Հենց ձեր բոլորիդ, ես էլ որքանով կարողացել եմ ակտիվ եղել, բոլորիդ գրառումներով իրանց համար սրտները դաղել է, ինֆարկտի են հասնում։ Ու դա պետքա շարունակել, անընդհատ պետքա շարունակել, ես դրանց մի խոսքով, էլ չխոցեմ, 5 տարյա մեռան մեզ բոլորիս պառակտելով, բոլորիս տունը կռիվ գցելով, բոլորիս սիմպատիա։ Ես երբեմն եմ ժամանակ եղել, աշկերս լցրած ներվերից ստեղ նստած եմ եղել, որովհետև ինձ զանգեր են արել, ամենատարբեր իրանց այդ բան շարժումների ժամանականից արտահայտություններ են արել, իսկ տարիքով ջայել լինեին ոչ ինչ ասել եմ ջայելա տոյոլա գնա։ Տարիքով մարդիկ թոշակառու մարդիկ զանգել են, դողալով, որ զգում ես որ էսա ինֆարկտ ստանա, դողալով ասում են էս ինչ են անում, սրանք գոնե մի բան արեք ախր, բայց ես չեմ կարող բան անել, ես չգիտեմ ինչ պիտի անեմ։ Ու լացում են, ասում են խնդրում ենք ձեզ վստահ մի բան արեք, սրանք արդեն էլ չխոսան, թողել բաբշե չխոսան։ Այսպես բաներ ա եղել հասկանում եք, ու ես երթվում եմ ոչ թե միայն չեմ չափազանցնում, այն առհասարակ չեմ էլ կարող հստակ բնութագրել այդ իրավիճակը ինչպիսին է եղել։ Այդքան ցավալի ու ես այնքան եղել նյարդերից այս անզորությունից, այսպես գլուխս բռնած որ ասում եմ ինչ անեմ, ախր ներ չի որ կարելի է դուրս գալ դրանց ջարդել։ Այդպես չի կարելի ֆիզիկական բաների, որովհետև ըստ էության գոյություն ունի զամանալություն, իրավունքներ, հազար փլան, բայց դա ես եմ հասկանում, այդ մարդը չի, անգամ իմ հասկանալու դեպքում է դժվար լինում դա տանել, ուր մնացը տենց մարդիկ կարողանան տանել, հասկանում եք, ու այս ամեն ինչի վերջը պետքա դնեն ու շատերն էլ ինչ են անում, հետա դեմը 26-ի վա, բոլորը վերադասը, հնարավոր է, ինձ դա քիչ է հետաքրքրում, բայց մի բան հաստատ է, եթե անգամ 26 թվի մասին է խոսքը, ես չգիտեմ ով ում ինչ, ես 20 թվականին, 21 թվականին էլ եմ ասել, որևիցե մեկը չի կարա ցույց տա ինձ մի հատ վիդեո, որ ես 21 թվականին ասացել եմ գնացեք Նիկոլ ընտրեք, որևիցե մեկը, եթե կգտնեք մի հատ վիդեո, որտեղ որ իմ եթերնից, որտեղ որ ես կոչ արած կլնեմ, որ Փաշինյանին ընտրեք, կարող եք բերել, այսպես հրապարակային ասում, բերել մտցնել այս աչքիս մեջ, թե աչքս թարթեմ ամոթ լինի ինձ, չեմ ասել, բայց ոչ թե չեմ ասել, որովհետև չեմ սատարել, այլ չեմ ասել, որովհետև բացի սատարելը եղել եմ նաև ճշտի կողմնակից ու ասել եմ, ում ուզում եք ընտրեք, մենակ ժողովրդավար ուժեր ընտրեք, որպեսզի հետո կարողանաք բան պահանջեք, որպեսզի քաղաքական process տեսնեք հանուն պետության։ Չեն լսել, 330,000 հոգի չի լսել, չնայած այդ 330,000-ը այնց համաշվել, որ էլ ասելու չի, նրանց միջից շատերը արդեն ինձ հետ են շփում ու ընկերներելից։ Այն շատ եմ, բայց այնուամենայնիվ բերեցին, լցրեցին այս բրոդին ազգային ժողով ու այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք գործընթացները ինչպիսին են ու դա դրա արդյունքում ով է տուժում ես դու բոլորդ հենց հիմա բոլորդ ով դիտում եք առանց բացառության եմ ասում ուրեմն պետք է իրավիճակի մեջ քաղաքացին իր քայլել անի իր գործողություններ անի պիտի պահանջատերեն լինի պիտի ուշադիր լինի որպեսզի որևիցե մեկը չորոշի որ ինքը կարող միաժամանակ ինչ որ ինչ ուզի անի դա մեր ազգային ժողովն է անկախ ամեն ինչից դա մեր կառավարությունն է մեր դատախազությունն է, մեր օրինակ էկոնոմիկայի նախարարությունն է, մեր ԿԿՄՍ նախարարությունն է, այսքան անգամ քննադատությունները պիտի գնան այնպեսին, ինչպեսին որ մերն են դրա համար են գնում։ Հասկանում եք, չպիտի մտնել ուրիշ ջուր չի կարելի մտնել, շատերն են սադրելու, փորձել են ձեր դժգոհությունները բանանել, կոնսոլիդացնել, օգտագործել եւ այլն, չի կարելի այդ ճանապարհով գնալ։ Քննադատությունը մեկը գրել է ասում է մի օր չտեսան Նիկոլին քննադատել, լավ, գոնե մի հատ քրֆեր։ Արասում եմ, հոդու ապուշ չես, արա, քննադատելը քրֆել, այ դարմայի հետ, այ ապուշ, արա, հասկանում եք, և քննադատել, ուրեմ ուշադիր չես եղել քննադատություններ չես լսել, ինչ է նշանակում քրֆելը, արա, ես ինչ ձևի լեզվա մտածողություն է, ես ինչ պատկերացումներ են քննադատության մասին, ես ինչ պատկերացումներ են դիմություն, ընդդիմություն, հակասությունների մասին, աշխատանքների մասին, այդ ամեն ինչին տարել են մարդիկ, օգտագործելով մեր բաց զգացմունքները, որոնք որ եղան 20 թվականից հետո։ Եվ մտել են այդտեղ տիզի նման ծծում են այդ անունը։ Մտել են ու չեն ուզում հելնել վարակի բակտերիայի նման մտել են ու անընդհատ թարախավոր ավելացնում են այդտեղ։ Ու դա չթույլատրողը աշխարհի ոչ մի ոչ ընդդիմություն կարա լինի, ոչ իշխանություն կարա լինի։ Դա չթույլատրողը, միակ չթույլատրողը դա գիտակից քաղաքացին է, գիտակից ու ես ես հաղորդման ընթացքում եմ ասել, սենց եմ ասում։ Այդ սրիկաները սարսափում են, պարզապես սարսափում են գիտակից քաղաքացուց։ Հայաստանի այն մարդուց, ով համարում է, որ ինքը քաղաքացի է եւ գիտակից է։ Այսինքն,
ոչ թե բառացիորեն քաղաքացի բառի բացատրությունը շատ հեշտ է գտնել, այլ էությամբ, նրանք 20-25 տարի ամեն ինչ արել են, որ պետության մեջ քաղաքացի գոյություն չունենա, լինեն շատ մարդիկ, ովքեր ունեն պասպորտներ եւ այլն, բայց քաղաքացի չլինի։ Ու հիմա էլ աշխատում են դրա մասին, հենց հիմա էլ աշխատում են դրա մասին, վաղն են աշխատելու, 26-ից առաջ էլ, 26-ից հետո էլ են աշխատելու, հասկանում եք, ու այստեղ մենակ քաղաքացին է, որ կարա իր մակարդակը, շեմը, նշածողը տղի, ու ասես տեղից ներքև ով իջնում է, ինձ համար զրոյական արժեքի տեր մարդա, վերջացավ գնաց։ Ոստեղ ինչ, գնել հարցից պատասխան, մի րոպե, հարցից պատասխանում, պետք ով է, որ սոց վիզելած ուզում հարցին պատասխանեմ, ունես բանով մունաթով էլ է։ Գնել հարցից պատասխանի, ինչի դատված չեն նախկինները մուրջնել է իրանց ձեռքը մեխնել են։ Ուրեմն Արբեգո ջան, նախ կխնդրեմ քեզ փորձես հայերեն գրել թեկուզ սխալներով, բայց հայերեն սխալվի, լավ, սա մեկ։ Երկրորդ, մուրջն ու մեխը քաղաքական մոտեցման մասին է, եւ ոչ թե Ստալինի ժամանակները չեն, կուզես Ստալինի ժամանակներն է, ես չեմ ուզի, ես ուզում եմ քեզանից շատ, ասեմ ավելին, եթե ուզում ես բաց խոսան լինի, ասեմ քեզ, ուրեմն 21-ի ընտրություններից առաջ Փաշինյանին ուղիղ հարց եմ տվել, ուղիղ հարց, ասել եմ 21-ի ընտրություններից հետ կադրային ջարդ անելու եք, թե չէ, եթե անելու եք սատարում եմ, եթե չէ, ուղիղ հարց եմ տվել, ուղիղ պատասխան եմ ստացել, բայց միևնույն է անգամ այդքան ուզելուց հետո, որ պիտի նստած լինեն բոլորը, միևնույնն է, դա դատաիրավական համակարգի գործունեությունն է, որի վրա քաղաքական, դատաիրավական համակարգը, եղբայր, ասեմ ոնց բացատրեմ, գոյություն ունի իշխանություն քաղաքական, գոյություն ունի իշխանություն դատական, անկախ մարմին է։ Օրինակ, այսօր ինչքան Փաշինյանը կարա Գարեգին Բեսին հեռացնի, այդքան կարա այդ հարցը լուծի, հասկանում ես։ Անգամ այս պարագայում լայն կոնսենսուս է պետք։ Փաշինյանը մի անգամ գժվավ ասես դուրս եկեք փագեք դատարանների դեմը, ելանք փագեցինք։ Դա 3 տարի չմարսեց։ 3 տարի միջազգային հանրության կողմից չմարսեց, որքան էլ որ համիջազգային հանրության համար ինքը ընդունելի էր։ Որովհետև դատական համակարգը անկախ կառույց է։ Մեկը ես արգելում եմ, որ երկրի ղեկավարը վերցնի զանգի մեկին, ասի Քոչարյանին փագեք։ Բայց այ երբ որ չեն փագում, այ այդտեղ ես ու դու պատրաստենք իրար այդ քայլերը անենք, թե չէ։ Ես այդ հարցի պատասխան եմ ուզում ստանամ։ Ես որ հիմա ասում եմ օրինակ դատախազության մոտ նույնպես պետք է գնալ պահանջով ու բան անելով, ակցիա անելու, բա ինչի մասին եմ խոսում ապեր։ Փաշինյանն ասել է կոպեկ բերելու են, մտի էջը կարծա, կոպեկ, բառացի կոպեկ, մեկ ինձ էտ է ներվայնացնում, որոնց կարելի է ռուբլի բերել, ինքը կոպեկ է հետ բերում, ես այդտեղ եմ ներվայնանում արդեն, հասկանում ես, բայց գոյություն ունի իրավական, մարդիկ հանցագործություններ են արել, որոնց վաղեմության ժամկետ է անցել է, են էլ երբ է, ես կեզ ասեմ ավելին, ընկեր ջան, ես տեղ ենքան մարկած եմ տեղ, ուրա, մեր ընկերուին հիմա չի նայեմ, արա կադաստրը, կադաստրը սեփականության ֆարշ վկայական է տվել, ծակած պասպորտի հիման վրա, 2015 թվին, ծակած պասպորտի հիման վրա, տվել է վկայական հերիք չի, իտո ֆարշ, դա տվել է պետական կառույցը, կադաստրը, ու տվյալ անձի համար, ով հիմա այդ տունը չի կարողանում օգտագործի, ոչ մի ձև, իրա համար թիվ մեկ խնդիրը էդ է, թիվ մեկ խնդիրը, ու ամեն քաղաքացիս ունենք մեր թիվ մեկ խնդիրը, իսկ պետությունը ունի իրա թիվ մեկ խնդիրը, 2-ը, 3-ը, 5-ը, և ըստ կարևորության բախշում է, ընդ որում ըստ կարևորության բախշելուց, կարա ինձ համար կարևորագույն հարցը, պետական կարևորության հարցի վերջին շարքում լինի, հասկանում ենք իրար, թե չէ, ընկեր ջան, մորդ հետ եմ խմե, զանգի մորդ հարցրու կասի, Կարո Հովանիսյան, ես քանի ցիցից խմե, ես ու մամատ նստած խմում ենք նոր, դու մորդ չես տենում բաբշե արա, մորդ հետ չես հանդիպում, իմիջանոց
բազի տուն էլ նախ եւ առաջ կանչում էր, ես որ դուրս եկա մոտից, ասում էր Կարոյին, որ տենաս մոտը ստատուս գրելուց, ասա թող գա տուն։ Կակրած տեսա, լավ է, մերսի բանին, նանային։ Չէ, նանային, մի րոպե։ Ով էր պատասխանել, շնորհակալություն։ Լավ է, նկատեցի, միջև չէի նկատել։ Քեր տուն արա, մերդ կանչումը։ Մոտավորապես սենց է հարցերը, հասկացա։ Դու գնացե այ քո նման ուլերը, Եզո ջան, ես հիմի քո օրինակով քեզ պատասխանել եմ արդեն դու գոյություն չունես, հասկանում ես, դու չկաս արա։ Քո հակի շորահանի տակը փոշի է մնում, հասկանում ես, դու չկաս։ Հարցը այդ չի, բայց այ ես քո պես-ների համար ես մեկ նախադասություն ասեմ քո դեմքով։ Այսինքն այն մարկած ում մամաների հետ ես առօրյայում խմում եմ։ Ուրեմն նայ, թուլլա։ Ձեր նմանները գնացել լսել են դոգի ելույթները, ով բունկերում նստած, ում վրով իշ մուտիլով կասես արելա, ու եթե ես քո նման ստահակ լինեի, կարայի կապվի իր հետ, մի հատ ասի $100 փոխանցում եմ Կարոյի մաման մլլեցրա։ Ինքը հելնելու է, Կարոյի մաման մլլեցներ 200,000 հոգի, ասում արա, փաստորեն Կարոյի մաման մլլողը։ Դրանից հետո դու որտեղ ինչ անեիր, ես ասեի մերը տարա մլլում եմ։ Հիմա դա լինում էր ճիշտ է սխալ արա։ Այդպես, որի մեկ էլ նրա տարածած ապուշություններս թե կրկնում ես։ Դրա պատասխանը դու ես մերը տալի, ախր դու էլ չես տալի։ Դու եկա էշ ես երևի դառը, բայց միջև հիմի քո տեղը մերը տա պատասխանները տալի։ Հասկացա՞ր թե չէ։ Կարի Նիկոլիզ, բայց ինչ ես անում ստե։ Արա, մեկ Նիկոլիզ, եղել նոս ինչ ես անում ստե։ Ինչ ես անում, ալբանացու տախուս, ինչ ես անում ստե, հիմի այդուվանչիկ, ինչ ես անում, դա վեսի կիրելի գնար։ Մա, արա, ես կարում նորով, կյանքս կերա, բլոկ եմ ինչ, արա, հելի դուրն, արա, ես ես անգում եմ հորդ, հələ բեր հեռախոսը, հələ բեր զանգում եմ սրա մորը, բեր, ոնց էր, այդ լրպի անունը ոնց էր, արա, ես դրան անունով կյանքում չեմ դիմել, Ազիզ Մազիզով եմ դիմել։ Ալո, Ժենիկ, արտաղուտ հետ մետ խոսա, ասայց հեռախոսից դուս կա, սիկտերինի գատուն, արա։ Արդեն ասել ես, լավ։ Սով ես արա, հորդ քյալլեն, որ մորդ տիրություն չի անում, դու էլ այդ ես բրազյաշի սպերմատազոիդի նման ընգել ես կոյողու ջերերով խաղեր տալով, որ հասկացում ես, տենաս ոտե կարաս ակտել գտնել լրվես բուսն ես, հասկանում ես։ Ինքը մի հոգի չի, լալա ջան, որ ներվերս իրա վրա ծասել, մի հոգի չի, սրանք, տես թիմ է, տես բանը, բուսականություն կա, նայք, Հայաստան աշխարհը հարուստ է բուսականությամբ։ Այդ բուսականության մեջ գոյություն ունեն նաև այս բույսերը, իմիջիալից շատ հետաքրքիր բույսեր են իրանք, եթե ուսումնասիրում ես, իրանք շատ հետաքրքիր բույսեր են, իրանք կարող են մի կողմից շատ լավ ծաղկել, մյուս կողմից շատ գեշ հոտեր անել, իրանք պետք չի հնձել, չի կարելի հնձել, որտեղ ինչքան հնձում ես, այդքան շատանում են, բայց չէր կարելի ջրել, հասկանում եք, դրանց իրանք համար աճում են։ Իրանք շատ են սիրում ամենատարբեր կենթանիները, միջատները, իրանց վրա լրվում են, իրանց վրա, ու ձու են ացում իրանց վրա, հասկանում եք, շատ հետաքրքիր իմիջիալոց բույսեր են, National Geographic-ով, որ նայեք դրանց մասին լավ սիրուն հաղորդում կա, շատ սիրուն հաղորդում, իմիջիալոց այդ հաղորդումն էլ ֆինանսավորում է ալբանացին Գարեգին Բեսի հետ, հետ էլ ասեմ, ես ուսումնասիրել եմ դա այդպես է։ Հա, կֆուրի վրա ենք։ Սուրան կապուրի վրա են գալի, հա, շատ լավ է, սնվում են կապուրով, սնվում են, վերցնում ես մի քիչ կապուր, խառնում ես կիրի հետ, ավելացնում ես մի բաժակ ջուր, լցնում ես քոքները, իրար կտենց իրանց ամոց սկսում են վժվժան, տեղ մի բան, դրանց վրա շները անգամ ոտներն են բարձրացում, ցավը տանում, էդ էլ ասեմ, գներ ջան քերական կանասա դու կարող են կանչու, դե ասել եմ չի կանչում, չի կան, հələ սպազանին բեզ, այդ բանին բեր զանգեմ, Են էլ բերում է աղը, մի խոսքով ժողովուրդ ջան, կատակ, բայց
Մի բան էլ կա այստեղ, մի կարևոր հարց էլ կա, եկեք վերադառնանք խոսքին, մի հարց էլ կա ու այդ հարցը շատ կարևոր է։ Ով կփորձի, խնդրում եմ, եկեք որ կներեք նախադասությունը սխալ է ձևակերպում, խնդրում եմ, այն ինչ որ կանենք, չի կարելի դա որ դառնա քաղաքական, դա պիտի ու պարտավոր է մնա քաղաքացիական, տեսեք, քաղաքական ինչ որ հարթակ գոյություն ունի, ինստիտուտ գոյություն ունի, լավից թե վատից, գոյություն ունի կրոնական ինստիտուտ, լավից թե վատից, գոյություն ունի իրավական ինստիտուտ, լավից թե վատից, ու ես ամեն ինչի մեջ, եթե ուշադիր լինեք, թեկուզ վատից, բայց քաղաքացիական ինստիտուտ գոյություն չունի, ու ես ես մի 2 տարի է, հենց այդ ուղղությամբ եմ գնում, անգամ մեր նախաձեռնությունները, որոնք որ փորձում ենք իրականացնենք մեր ընկերների հետ, ծանոթների ու անծանոթների հետ, դրա մասին են, որ զուգահեռաբար կայանա քաղաքացու ինստիտուտը։ Դա շատ բարդ է լինելու, որովհետև քաղաքացին նախ, այսօր մեր քաղաքացիների շատերը այնքան էլ չեմ ըմբռնում քաղաքացի բառի էությունը, բայց միևնույն է այդտեղ համբերատ, հենց դրանով էլ այդտեղ համբերատար ու տաժանակիր աշխատանք կա անելու, եւ դա պիտի անենք գաղափարակիցներով։ Այդ գաղափարակիցների թիվը սկսում է 1-ից մինչև 3 միլիոն։ Վերջ, այս է թիվը։ 1-ից 3 միլիոն։ Իհարկե մեր սփյուռքի հայրենակիցների կյանքին մեռնան, ցավը տանեմ, նախ դզելի հերթական անգամ խորհուրդ եմ տալիս վերադառնալ ձեր երկիր, ձեր տուն, բայց այնուամենայնիվ այս փայլությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով 1-ից 3 միլիոն գաղափարակիր կարա լինի։ Իհարկե հաշվի առնելով կարո մարոներին, մի քիչ շատ ավելի դժվարանում է գործը, բայց համբերատար պետք է առաջ տանել։ Այստեղ ինչ որ ուրիշ անասուն էլ ունենք, ում մամային պետք է զանգեմ, որովհետև մենք այնտեղ շատ որ էինք ասել։ Ես էլ մի քանի տենց կանայք կային, բոլորին անուններով չհասցրեցի տեսնեմ, բայց հետույքներով հաստատ կճանաչեմ։ Չէ, չկա, ոնցորդեմ։ Եղբայր, ես փորձեցի պատասխանեմ ար բեգո, ես փորձեցի պատասխանեմ, չգիտեմ, ոնց որ արի սենց անենք, որպեսզի բոլորի համբերության հաշվին ստեղ երկար բարակ կես չպատմեմ, դել վստահաբար ես բանավոր եմ խոսում, դու գրավոր, հաստատ կարող է չնկատեմ արձագանքը։ Արի ես քեզ ընկերաբար սիրով հրավիր եմ Սեբաստիան 37 տրոփին հասցեում գործող մեր հասարակական կազմակերպության գրասենյակը, ապա քաղաքական գրասենյակը հանգիստ կարող է զգալ, սուրճ ունենք, ժամանակ ունենք, համբերություն, հարգանք, ամեն ինչ էլ ունենք, ինչ կնստենք, կզրուցենք, եթե պատասխանը չի գոհացնի, ուրեմն ես այդքան կարող եմ պատասխանել, կգոհացնի, ուրախ կլինեմ, ամեն դեպքում դրանից մի օգուտ հաստատ կխաղենք, մենք մոտիկից կծանոթանանք իրար, լավ արգելից, շնորհակալություն։ Այդպես ժողովուրդ ջան, շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար, մենք այս շաբաթը ամբողջովին հրապարակումներով ինչ որ կա լուսաբանելով կգեներացնենք ինչ որ անհրաժեշտ է, կարող է ձեզանից շատերը չընկալեն դրա անհրաժեշտությունը եւ այլն, դա կապ չունի, ես կխնդրեմ անկախ ամեն ինչից կիսել ու տարածել ու լայքել նաեւ, որովհետեւ դա նույնպես ալգորիթմին օգնում է, եւ եթե մարդկանց մոտ դեռ տրամադրությունները տակ կմնա, ապա կկարողանան երկուշաբթի օրը եթե եթերով հայտարարեմ թե ես որտեղից ինչ եմ գնում անելու որպես քաղաքացի, այն քաղաքացիները ովքեր կարծեմ որ իրենք նույնպես ունեն այդտեղ ինչ-որ անելիք, ապա մենակ երջանիկ կլինեն, որովհետեւ դա կդառնա ոչ թե իմը, կդառնա մերը, կշատանանք շատ ավելի մերը եւ այլն եւ այսպես շարունակ։ Այնուամենայնիվ ինչ Դավիթը վերջացած մեծ հարց ունի Դավիթը որ Դավիթը հա օքեյ բան չգիտեմ որ Դավիթի մասն է օքեյ մի խոսքով սա մեր գործողությունը զուգահեռ ասեմ որ զբաղված եմ լինելու նաև այս բաց նախաձեռնության երկրորդ հանդիպումը հասկանանք որտեղ ենք կազմակերպում դա այդքան էլ հեշտ չի եւ կխնդրեմ որպեսզի մեր հաշվամարներին ձեր հնարավորության դեպքում, եթե համարում եք, որ մենք արդյունավետ աշխատանք ենք կատարում, ձեր հնարավորությունները որոշակիորեն օգտակար լինեք եւ ասեմ, որ մենք էլի ունենք մտածած լավ բաներ, բայց դրանք չենք կարողանում տեղից շարժել հենց մեր սահմանափակ հնարավորությունների
պատճառով, այսպես ասեմ, հա։ Եվ մեր միակ խնդիրը, այսպես ինչ-որ հայտարարություններ անելու, ակցիաներ անելը չի, մեր խնդիրը նախաձեռնություններով հանդես գալն է, առաջնահերթ ու մեր կանոնադրությունից բխող, որը մենք սիրով ենք իրականացնում, բայց ինչքան էլ որ սիրով իրականացնենք, միևնույն է հարցերը առաջանում են ֆինանսական, որը որ մենք արդեն էլ չենք կարողանում, ինչ ասեմ, ում դիմեմ, չգիտեմ, չեմ ուզում դիմեմ առանձին վերցած 1-2 մեծահարուստի, որպեսզի ֆինանսական կախվածության մեջ էլ չհայտնվենք ու մեր օբյեկտիվությունը պաշտպանած լինելու համար։ Ուստի մնում է այն 1000 գումարած 1000 մեխանիզմը, ինչը նույնպես շատ լավ աշխատող մեխանիզմ է։ Հաշվի համարները չգիտեմ, ոնց անենք, երևի թե եթերի վերջում վերևը կգրենք կամ մեր հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպության էջը եթե մտնեք, այնտեղ կա այդպես։ Շնորհակալություն, կհանդիպենք ժողովուրդ ջան ու իրար բաժեր շկանելով անկախ մեր ներսում եղած տարաձայնություններից, անկախ թե ով ում հետ ունի, ով ում հետ չունի, այստեղ այլ ու շատ կարևոր խնդիրներ են, քան մեր անձն ու անձնականն է։ Լավ եղեք, բարի գիշեր ձեզ։